շատ լավ ծրագիր ենք կազմել, շատ լավ թիմ ունենք, շատ լավ համակիրներ, որ այսօր շրջելով Հայաստանով մեկ, զրուցելով, տեսնելով, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլ հանրությունը երևի դուք էլ լսած կլինեք, որ իրոք շատ տպավորված են, ասենք մեր ծրագրով, մեր մոտեցմամբ, մեր առաջարկով, մեր քարոզարշավով, որտեղ մենք խոսում ենք հայերեն լեզվով, լիարժեք մարդու խնդիրը, պրոբլեմը, լուծումը, որտեղ այսօր մարդիկ արդեն հոգնել են։ Հոգնել են լսելով բռնելուց, մեկը մեկին հայելուց, հետ շպրտելուց, վիրավորելուց, այլ լիարժեք մարդիկ ուզում են այդ բոլորը զգան հարյուրյա փոփոխություն դեպի լավ իրենց ամենյա կյանքում, իրենց աշխատանքում, իրենց ապրելակերպում, ընտանիքում, որ կարող են ինչ-որ մի բան ավելի լավ փոխվել է իրենց համար։ Հիմնական հարցը ես ասեմ, որ մենք պետք է կարողանանք հիմա լիարժեք այսքան ժամանակում շփվելով մարդկանց հետ ներկայացնել մեր ծրագիրը ամենակարևորագույն կետերը, որը դական մեկ առ մեկ իրենց տեղյակ պահելով ու իմանալով, որ մեր խոսքը գործ է, որ մենք ինչ ասենք տեղյակ ենք, տիրապետում ենք եւ ամբողջ կյանքում ինչ ասել ենք իրականություն ենք դարձել։ Քիչ ասել ենք, շատ արել ենք։ Այսօր նույնն է, որ մենք օդի մեջ բաներ չենք ասում, դատարկ չենք խոսում, ունենք բոլոր հարցերի պատասխանը եւ ոչ թե ասենք թե վիրավորելով մարդկանց վախացնել, այլ հասկանալի ընկալի լեզվով բացատրում ենք, ասում ենք, ներկայացնում ենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք, մեր ցանկությունն է, որ մենք կարողանանք մեր ժողովրդին այս խեղճությունից խմել, կարողանանք զարգացնել։ Այս դրա համար մեր կարգախոսը, ասենք երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Սա հիմնական հարցերը ու այդ կետերը, որ պարտադիր, որ մենք ասել ենք, լիարժեք որ այսօր այդ անհրաժեշտությունը կա, ասում եմ, որ հիմնականում առողջապահություն եւ կրթություն, անմիջապես, որ դա պետք է լինի անվճար։ Երկրորդ ասենք, թոշակների մինիմալը, որ ասենք Զամբյուղը, դա նվազագույնը 78,000-ը, որ անմիջապես դե պետք է կարգավորվի 78,000 նվազագույնը, եթե նվազագույնը հաշվարկով կազմում է 78,000, դու տալիս 49-ը, բա մարդը ոնց է ապրելու, այլ դա անհրաժեշտ է եւ դրանից հետո պարբերական, որ պետք է ավելացում լինի 5,000, 10,000 ըստ աշխատանքի ամեն տարի դա ասենք տնտեսական, ասենք թե աճի դեպքում, որը պետք է կազմակերպվեն, որ տնտեսական աճ լինի, զարգանա, աճի ծրագրերը իրականացնենք, որ արդյունավետ կլինի, շահավետ կլինի, դրա պահանջարկը կլինի։ Նորից եմ ուզում ասել, իմացեք, որ անհնարին ոչինչ չկա ժողովուրդ, պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ կազմակերպել, ինչի պահանջարկ կա, ինչ պետք է ծախսես, ինչ պետք է դնես, ինչ պետք է մնա, որ մնացածն կարողանաս օգտագործել քո երկրի, քո ժողովրդի տնտեսության համար։ Ուրեմն այդ երկուս առաջնայինը, դա որ մենք ասեցինք, հիմնական առողջապահություն եւ կրթություն անվճար, վարկերի խնդիրները, որ ժողովուրդը իրոք ընտանիքով 3-4 հոգի վարկի տակ են, ու վարկի տակ են արդեն այս քանի տարիներ է, 15 տարի, որ անդադ վարկեր կուտակվելով մարդիկ չեն ապրում, մարդիկ գոյատևում են, որ մինչև 3 միլիոն դրամը անմիջապես պետության կողմից ներմաշնորհվելու։ Պետական պարկը 15 միլիարդ է, թող դառնա 16 միլիարդ 100 միլիոն։ 15 միլիարդի ժողովուրդը խաբար չի, գոնե 1 միլիարդ իրենք իմանան, որ 2 միլիոն 200,000 մարդ այդ ծանոթությունից այդ ճայճից դուրս է գալի։ Մյուս կարևորագույն խնդիրը, որ այսօր գույքը հարկը առանց նայելով ժողովրդի ապրելակերպը, իրեն ասենք թե թոշակի չափսը, գույքը հարկը Երևանում ավելացել են 100%։ Իհարկե ավականներ կան Երևանում քաղաքի, որոնք տեղյակ եք ու ավելացնել են, ոչ թե ավելացրել են կադաստրային արժեքով, այլ ավելացրել են շուկայական գներով։ Դա ասենք թե անարդարություն է, դա արդարությանը չի համապատասխանում։ Եթե մտածում եք ժողովրդի մասին ճիշտ կարգատարի, որոշում կայացել գրեք 2025 թվականից կամ 26 թվականից գույքը հարկը 100% ավելանում է Երևան քաղաքում։ Հաշվարկես քեզ ձեռ է տալի, որտեղ բնակարան առած, թե ոչ։ Եթե հիմա մարդիկ հոշակառուներ 80, 75, 75 տարեկան մարդիկ, որը ծառայել էր պետությանը, դա ասենք թե արվեստի, մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ասենք թե կամ աշխատող, բանվոր, մարդը լիարժեք ստուգ վարը շենք հաստացել։ Հիմա իր խորը ձերությունը իր թոշակով յոլա գնալով անցակացնում։
Բայց հիմա ասում են, եթե չես կարող գույք հարկ վճարես, ուրեմն բնականոն վաճառի գնա սահմանամերձ գոտի ինտեղ էժանա գույք հարկը։ Սա ժողովրդավարությունը, սա ընդունելի է ժողովուրդ, ոնց ասեմ ես։ Դա համար դա նույնպես ասում են Երևան քաղաքում, որ անմիջապես չեղյալ է լինելու։ Սահմանամերձ գոտում նույնպես գույք հարկ պետք է չլինի, որը սահմանամերձ է։ Նրանց պետք է արտոնություն տրվի։ Արտոնություն տրվի, որ մարդը եթե սահմանի վրա աշխատան, է սահմանը պահվի բարիք աստծո։ Այդ անհրաժեշտ անպայման դուք պետք է պարտադիր շեշտեք, նշեք, մարդկանց ասեք, պետք է որ լիարժեք ասենք, դե ծրագրերն էլ տալիս եք, որ սա է եւ մեկ զենք ասում։ Ինչ որ ասում ենք, դա մենք հենց առաջին նիստին լիարժեք ներկայացնել ենք, հաստատենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ կա։ Իհարկե ժողովուրդը սպասում է, օրորի երևի փոփոխությունը դուք զգում եք։ Ինչքան մարդամոտենան, որ մարդիկ իրոք համոզված են, վստահ են եւ թիմի վրա, եւ Ծառուկյանի, եւ ծրագրի, որ եթե մարդիկ ասեցին, որ մարդիկ կարեն։ Ասեմ, այսքան ես շրջում եմ հանրապետությունով մեկ, մի տեղ չկա, որ մեկը ինչ որ ասել եմ չեմ արել, այլ ինչ որ ասել եմ մի բան էլ ավել եմ, բայց եւ այնպես ես զգուշացել եմ, որ այսօր բարեգործությամբ երկիր չես պահի։ Այսօր պետք է ճիշտ ծրագիր ներկայացվի, ճիշտ հանրությանը մատուցվի, հանրությունը այսօր պետք է զգա իրեն մասին մտածող կա, մատից փուշոնով կա։ Փոքր միջին բիզնեսից պետք է ասեք, որ ամենակարևորը մի կետ ասեք, մնացածը կարող են իրենց ծանոթանալ, որ մինչև 60-80 միլիոն ոչ մի հատ իրավունք չունի տալու եւ ոչ մեկ իրավունք չունի իրենց ստուգելու։ Նոր մինչև 160 միլիոն եթե նա կարողանա շրջանառություն ունենա, նա մի տոկոս կտա, նա մեծ ուրախությամբ կտա, միայն պետք է հարկայինները մարդկանց չանհանգստացնեն, թղթի հետևից ելնեն, հետո խփեցի, չխփեցի, մարդը 160 միլիոն շրջանառությունից ժամանակ մի տոկոսը մեծ ուրախությամբ կտան, որ ասեն 60 միլիոնն է, նրա հալածը պետք է ամսական $600,000 լինի նրա շահույթը, որ կարողանա սենգիրատունը պայազը $1,500, $1,700 փողա վաստակել, որ արժանապատիվ ապրի եւ այդ նոր ծիլերը մի քիչ հզորանան, ընդգրկվի գործի մեջ, ծանոթանա, իմանա, որ ինչ պետք է անի, որ ավելի շատ վաճառի, որտեղ այսօր մեզ, ես նորից եմ ասում, շատ անհրաժեշտ է, որ մեզ մոտ փոքր ու միջին բիզնեսը ընդլայնվի։ Աշխարհում 60%-ը փոքր ու միջին բիզնեսով է զբաղվում։ Բայց հիմա էլ որ ընտանիքներն են, քանի որ ասեմ 27 թվականից արդեն տուրիզմը շատ է զարգանալու, այսինքն բացի զարգանալը հիմա գիտեք բոլորն էլ որ մարդիկ ուզում են գնան, եթե 20 միլիոն տուրիստ եկավ, իսկ դա գալու է, սա աշխարհը արդեն տրաքել է, սա սպասում են տեսնելով, ես ես ասում, որ հիմա կանոն եղել է կինոֆեստիվալ, բոլորը տեսնելով, խոսալով, ժուրնալները տեսնելով, ես նայեցի այսօրվա հաղորդումը, որ մարդիկ 2 ժուրնալ են վերցնում, մեկը պահելու համար է երեքություն, մեկն էլ կարդալու համար։ Դե 20 միլիոն պատկերացեք, եթե գա, ամեն մեկը $5,000 ծախսի, դա նույնը 100 միլիարդ գումար, լավ 100 թող չլինի, թող 50 միլիարդ լինի, բյուջեն 5 միլիարդ է, 50 միլիարդ այդ գումարը մնալու է երկրում, դա բոլոր մասենք այդքան տուրիստներ չի կարա մեր երկիրան տունի, այդքան հյուրանոցը չկա, մարդիկ իրենց առանձնատները, երկրորդ տները, որը վարձով կտան, որը տաքսով կմատակարարեն, որը ներդրում կլինի, շարժ կլինի, կամ ասենք, թե ինչ որ Հայաստանում ունի, կամ Քրիստոսի արձան հետ կապված, կամ Հայաստանի արվեստի մշակույթի հետ, որոնց էլ մարդիկ գացեն Հայաստան մի բան գնել են, մի բան տանել են։ Այնպես որ ժողովրդին ասում եք, սպասեք լավ փոփոխությունների, որ հարստանալի եք բոլորը, միայն պետք է աշխատեք, կազմակերպեք ու գործ եք ունենալու բոլորը։ Այսօր չեմ ասում Ծառուկյանը 50 հատ գործարան կառուցի, կարա կառուցի, բայց 50 հատը թող արդեն դեղ աշխատի 100 մարդով 5,000 մարդ, բայց այդ մեծ ծրագիրը, որ իրականացնենք, ուրեմն ասենք այդ մեծ գումարը 5,000 մարդ չի կարա միայն օգտվել 50-100 միլիարդից, բոլորն էլ իրենց չափով օգտվելու են, գյուղացիներ, քաղաքացիներ, շինարաններ, սեփականատերներ, ռեստորանատերներ, կաֆեի հյուրանոցի տերներ, ու այդպես պետք է եւ երկու ծրագիր, որ ասեն են պարտադիր մենք Գյումրիում, այլ նույն ասենք տուրիստը զարգանալու համար ամենակարևորը մի հատ էլ այնտեղ պետք է անենք եւ մի հատ էլ մեր ասենք թե Սյունիքում այդ մոլեբդինային մեր հանքանյութի մշակման համար պարտադիր պետք է անենք, մենք մեր հարստությունը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել։
եթե տարեկան 40 միլիոն տոննա հանքանյութ ենք արտահանում, 40 միլիոն, դրա հաշվարկով մոտ 4 միլիարդ փող անում, բայց ասենք գործանին գալիս է 500 միլիոն, 3 միլիարդ ու կեսը եվրո, մնում է մշակողներին, չհաշված դրա մեջ ինչքան թանկարժեք մետաղներ կան, ինչքան գործաներ ստեղ կաշխատի, եւ ալյումինի, եւ պղնձի, եւ ասենք թե հիմնական պարարտանյութի, ծնվական թվից այդ քանակը մշակելու համար քանի հազար տոննաներ, ասենք թե մենք այդ պարարտանյութ ստանանք, ազոտային, ֆոսֆորային, լաքեր ստանանք, գիպսակարտոնի արտադրություն դնենք, որը դա լիարժեք ասենք մեր հարստությունն անենք դրած չենք աշխատացնում կաբելի գործաները կաշխատեն, ալյումինի գործանը կաշխատի, որը կաբելին արտադրում, ալյումինից ասենք թե պղինձներ կասպիկ, ինչ ասես հատենք հազարավոր մարդիկ կաշխատեն և այդ բոլոր գումարները կմնա մեր երկրում և իհարկե բյուջեում էլ գումար կլնի, տնտեսական աճ էլ կլնի, տնտեսական աճից դոշակներն էլ կբարձրանա, ամեն ինչն էլ կլնի։ Այնպես որ շատ վստահ, բայց ասեմ այս 7 օրը առավոտից երեկո, հավաքեք թիմերին, մեր ասենք թիմակիցներին, լսեք իրենց, լսեք մարդու դառնուցավը խնդիրը, կարող է մարդը լավ հարց է ասում, պրոբլեմ խնդիր է ասում, մենք պետք է դա նույնպես արձանագրենք մեզ մոտ, ոչ մի լավ բան պետք է դուրս չթողենք, սա ասեմ, քանի որ օրորի այդ վստահությունը հավատքի կա ժողովրդի մեջ, դե ժողովուրդը մտածել են, որ ասենք թե մի չգնա, ու մանավանդ այդ նայելով, որ այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին թիմին վախացնելու, ես ձեզ հանձնարարել եմ մեկ անգամ ևս հանձնարարում եմ, շատ ու շատ իր ընտանիքի հանդեպ, անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողք եք լինում, սա ժամանակավոր մենք բոլորս էլ գիտենք, որ բոլորդ էլ ստացել եք հանրություն, որևիցե խախտում չկատարվի, ընտրակաշար, որևիցե մի բան, որ օրենքի սահմանում լինի։ Դրա համար մենք մաքուր ենք, դա ժամանակավոր ուզում են ինչ-որ թիմին աչքը վախացնենք կամ ինչ անենք, կամ էլ ուրիշ ճանապարհ չկա։ Մենք մինչև վերջ գնալու ենք, մեր ներկայացնել ենք, մեր ժողովրդի ցավն էլ տանեն։ Կընտրեն, ես ասում եմ, կընտրեք կպահանջեք, չեք ընտրելի ձեր ցավը տանեն։ Դուք եք ընտրել ձեզ վաղվա օրը եւ վաղվա ապագա։ Մի բան բոլորը պետք է իմանան, Ծառուկյանն ինչ ասում է, իր ասածների արժեքն էլ գիտի, նշանակությունն էլ գիտի։ Եվ այսքան ժամանակ չի եղել, Ծառուկյանը բառ ասի, օդի մեջ, դատարկ բառ ասի, այլ լիարժեք դերին։ Ես ասել եմ, որ մենք իրավունք չունենք թշնամի ունենալու, մենք պետք է բոլոր հետ լավ լինենք, մենք պետք է Ռուսաստանի հետ թշնամանանք, ասել եմ, հիշում եմ։ Ինչի համար, եթե դու երկրորդ ճանապարհը չունես, խես թշնամանում, դրանից լավը քեզ պետք է առաջարկել, եթե դա արդեն քո ձեռի տակ է երկուսն էլ, նոր ընտրություն կանես, որի հետ դու աշխատես, բայց այսօր թշնամանալով սաղ փակվեց, ասենք թե ինչ է, ես ասեմ, որ պետք է լիարժեք քայլ կատարեն, եթե չէ շատ ծանր է լինելու վիճակը, Ծառուկյանն ինչը ճիշտ չի ասեք, ասել եմ, ասած ինչպես օր-օրի ժամ-ժամ կատարում է, մարդիկ ասում են մենք ուզում ենք հասկանանք, դուք մեկ ընկերն եք, թե մեր թշնամին եք, ձեր ցավը տանեմ, հարց չկա, ձեր մեր թշնամին եք, դուք եթե տենց եք որոշել դա ձեզ ձեռատալի, մեր թշնամին եղեք, բայց ժողովուրդը, այ ժողովուրդը, մեր բարեկամներն են, էլ դրանից ավել էլ ինչ ասեն մարդիկ, այնպես որ պետք է մարդը միշտ մտածի, լիարժեք 100% համոզված լինի, նոր այն ժամանակ քայլ կատարի, որ երկուսն էլ դեմը դրանն են, հիմա եթե Ռուսաստանը փակում է, Եվրոպան բացել է ճանապարհը, որ գոնե ասենք թե սեսա չէ գնում ենք այնտեղ երկրորդ ճանապարհով։ Նույն ճանապարհ ճակատագրին արժանացել էր Վրաստանը ասեք գինած մանդարինն ու ջուրը գինին, կարողանում էին վաճառել։ Ով է Եվրոպան իր գլուխը չի կարող բայ, Եվրոպայում արդեն ամենաուժեղ հիմնարկներից Գերմանիան, որ ասենք թե 7 հատ մաշինաստրադիաների մեքենաները սա հանեց Ամերիկա եւ Չինաստան։ 3 հատ մետալուրգիական գործարաններ փակեց, չկարողացավ աշխատացնել։ Այնպես որ այսօր իրենք իրենց գլխի չարը չեն կարող դնել, ժողովուրդ ջան։ Այսօր մենք պետք է խելացի վարվենք, որտեղ կա արդյունք, որտեղ կա շահ, որտեղ կա օգուտ իմ երկրի, իմ ժողովրդի, որ դա արդյունք կբերի, մենք պարտավոր ենք այդ հարաբերությունը պահելու, քննարկելու, ավելի ապահով պահելու։ Ամենակարևորը երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցիկ կյանք, սա հիմնական խնդիրները։ Ու ժողովուրդը այսօր ուզում է
դա զգա իր մաշկի վրա, միայն դադարք խոսքերա լսել, դադարք ասելով, մենակ վիրավորանք, բռնել, հայոյել, ցեղ շպրտել։ Մարդիկ այսօր կարիք ունեն, ուզում են լավը լսեն, ուզում են, որ իրենց մասին մտածող լինի, իրենց մասին քայլ կատարողնի։ Մենք պատրաստ ենք, քայլ կատարենք, ժողովուրդը դա զգա, առաջի հնարավորության դեպքում, որ փորձն էլ կա, ցանկությունն էլ կա, թիմն էլ կա, ծրագիրն էլ կա։ Իմ խնդրանքը, որ ինչ ասեցի, ավելնոց բառ չեք ասում, բայց առավոտի ցիրիկուն անցնելով մարդկանց լսելով, իրենց խնդիրը պրոբլեմը արձանագրելով, նոր մեր ծրագիր իրենց ներկայացնելով, ասելով, որ ինչ ասել ենք, դրան մենք տեր ենք, դա լիարժեք իրականացնելու ենք։